Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կարծիքի տաղավարում դեմ առ դեմ հաղորդաշարն է, այսօր հյուրընկալել ենք լրագրող Լուսինե Այրապետյանին, շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար, բնականաբար եւ ցավոք սրտի կխոսենք Նիկոլ Փաշինյանից, ցավոք սրտի մեր երկրի վարչապետից, ով այսօր սպառնալիքի լեզվով խոսում էր հայ ժողովրդի հետ, սպառնալիքի լեզվով խոսում էր նախկին նախագահների մասին, սպառնալիքի լեզվով անգամ խոսում էր կաթողիկոսի մասին, իրեն ավազանի անունով դիմելով եւ այսպես շարունակ, կարծում եմ դրույթ առ դրույթ, եթե անդրադառնանք Նիկոլ Փաշինյանին, շատ երկար ժամանակ կտևի, բայց վերջի 8 տարիներից բացի կարելի է անդրադառնալ վերջի 8 իր մոտեցումների մասին, առավելևս եկեղեցու նախկին նախագահների եւ այնուամենայնիվ 4-րդ հանրապետության, որը որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծի ուրանալով 3-րդ հանրապետությունը։ Հիմա գանք հերթով։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կզսնելու եմ, դատելու եմ, ձեր երեխաները սոված են մնալու եւ այսպես շարունակ։ Հիմա ունենք վարչապետ, ցավոք սրտի, որ նման մոտեցում ունի ու դատաիրավական համակարգը լուռ է, որտեղ են քննիչները, ովքեր որ պետք է զբաղվեն այն սպառնալիքներով, որը որ հնչեցնում է ազգային ժողովի ամբիոնից վարչապետը։ Ողջույն Վահե, շնորհակալ եմ հրավերի համար, տեսնում եմ նոր տաղավար ունեք, շնորհավորում եմ, մաղթում եմ անխափան եթերներ եւ իհարկե շատ հետաքրքիր հյուրեր, շատ լավ թեմա եք ընտրել, երեք Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրներ ներկայացնում ազգային ժողովում, իհարկե կարծում եմ մենք կանդրադառնանք նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին եւ ցանկություններին, բայց քանի որ խոսեցինք դատաիրավական համակարգից եւ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքներ տեսեք, նա ասում է, որ դատական համակարգը կաստայացված է եւ դատական իշխանությունը ծառայում է նախկին էլիտաներին, բայց երբ որ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներ է հնչեցնում, փոխարենը նրան կանչեն կամ հարցաքննության կամ ենթարկեն պատասխանատվության, փոխարենը տեսնում ենք, որ առավոտյան ընդդիմադիրների տանը խոզարկություններ են տեղի ունենում, ձերբակալություններ են տեղի ունենում, նախագահներին կանչում են հակակոռուպցիոն կոմիտե, հետևում է ուղիղ եթերին, ցավոք սրտի չկարողացա ներկա գտնվել, երրորդ նախագահային հարցնում են ինչի մեջ եք մեղադրվում, ինչի են ձեզ հրավիրել հակակոռուպցիոն կոմիտե, իրականում ոչ մի բանից տեղյակ չեն, նույնը տեղի ունեցավ 3 Արմեն Աշոտյանի դատական նիստի ժամանակ, մենք փաստաբանին հարցնում ենք, քանի որ դատավոր ինքնաբացարկ էր հայտնել, հարցնում ենք հիմքը որն է այս գործի, փաստաբանը ասեց դեռ չգիտեմ, որովհետև տեսնում ենք անհիմն մեղադրանքներ, կարծում եմ Նիկոլ Փաշինյանին ընդամենը պետք է հատկապես այս ժամանակահատվածում, քանի որ խոսք է գնում սահմանադրության փոփոխության մասին եւ ամենակարևորը, ինչպես Փաշինյանն է ասում, անկախության հռչակագրին հղում չի լինելու, կարծում եմ փորձում են շեղել ժողովրդի ուշադրությունը, վախեցնել, ընդդիմադիրներին լռեցնել, իսկ երբ որ ասում է դատական իշխանությունից դժգոհություն է հայտնում, կարծում եմ դա արդարացված չէ իր այդ բողոքը, որովհետեւ ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, հաջորդ օրը ուժային կառույցները անցնում են գործի եւ դատական իշխանությունում էլ, ինչպես ընդունված է ասել, կան մի շարք Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանությունների սրտի դատավորներ եւ պատրաստ են ցանկացած ժամի, ցանկացած պահի կալանքի միջնորդությունը բավարարել եւ ընդդիմադիրներին լռեցնել։ Բայց այնուամենայնիվ տեսեք, ամբողջությամբ համաձայն եմ, բայց 8 տարի Նիկոլ Փաշինյանը մեր երկրում վարչապետ է աշխատում։ Հիմա այդ դատաիրավական համակարգը եթե նախկիններինն է, ինչու՞ն է խնդիրը, որ դատաիրավական համակարգը բարելավի, այսպես կոչված բարենորոգի եւ այլն, չէ՞, ինքը ոնց է ուզում եկեղեցին բարենորոգի, կաթողիկոսին դատելով, նույն կերպով կարող է վերցնի բոլոր կաշառակեր դատավորներին, բոլոր նախկիներին ենթակա դատավորներին, ովքեր որ խախտում են օրենքները կամ կոռուպցիայի մեջ են թաթախված, 8 տարի այս մարդը բոլոր լծակներն ունի ու երկրի սուպեր վարչապետն է, չէ՞։ Ինչն է խանգարում, որ ինքը մաքրի է դատաիրավական համակարգը այն կամակատարներից, ովքեր որ չեն կարողանում գտնեն, չգիտեմ, թալանը, ազգային դավաճանությունը, չէ՞։ Հիմա եթե նախկիներին են դատաիրավական համակարգը, դա նախկիներին է ծառայում։ Ինքը ո՞նց է վարչապետ։ Ու այդ դատախազությունը ո՞նց է, որ այն հայտարարությունից հետո հենց առաջինը էլի նշեմ, որ ասում էր կարող էինք ունենալ նույն իրավիճակը պատերազմի ժամանակ առանց զոհերի։ Դա ինչի մասին է։ Օրենքի խախտման։ Ես կարծում եմ Սանրության տապալման նաև։
Այո, ես կարծում եմ մենք դատական համակարգում ունենք մի քանի հոգի, այսպես դատավորներից, ովքեր անկախ դատավորներ են եւ չեն ենթարկվում Նիկոլ Փաշինյանին եւ նրա այսպես կամակատարը չեն։ Ես ես վստահեցնում եմ, որ արդեն երրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, ընտրվելը ճոխ է ասված, բայց այնուամենայնիվ դա այլ հարց է, եթե կուզեք այդ թեմային էլ կանդրադառնանք, Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Ես ես վստահեցնում եմ, որ ընդդիմադիրներին, այն բոլոր ընդդիմադիրները, ովքեր իր համար խնդիր են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար, լրացնելուց, կալանավորելուց, ձերբակալելուց հետո նա անցնելու է վստահաբար դատական համակարգին, այն բոլոր դատավորները, ովքեր անկախ են գործում, ես չգիտեմ, ինչ-որ գործեր են կարելու, մենք ունենք չէ այդպիսի նախադեպեր եւ այնպես է, քանի որ կարծում եմ միակ համակարգը, որ փոքրի շատ է 10%-ով երևի թե փոքրիկ անկախություն ունի Նիկոլ Փաշինյանից մի քանի հոգի, հա, դատավորների շնորհիվ, դա էլ է ենթարկեցնելու իրեն։ Ես վստահ եմ, որովհետեւ եկեք արդար լինենք, Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ բացեիբաց ասեց, ինչ ասում էր, հաջորդ օրը դա իրականություն էր դառնում եւ բացեիբաց ասեց, որ տեսեք թալանն է վերադարձնելու եւ այլն եւ ի զարմանս մեզ այն օրինակ թեկուզ նախագահների կամ ընդդիմադիր գործիչների վերաբերյալ գործը մակագրվում է այնպիսի դատավորների, որ մենք վստահ ենք, որ նրանց կալանքի միջնորդությունը բավարարվելու է, չի լինում, չէ, այդպես զուգադիպություններ այդքան շատ չեն լինում։ Ես ես վստահեցնում եմ, գալու է ժամանակը, երբ Նիկոլ Փաշինյանը կարողանալու է դատական իշխանության վրա 100%-ով վերահսկողություն ունենալ։ Սա ցավով եմ ասում, եթե այսպես շարունակվի, եթե շարունակենք ունենալ այսպիսի ընդդիմություն եւ այսպիսի պայքար, որը տանում են իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը։ Այ հետաքրքիր թեմա եք բարձրաձայնում։ Ես լինելով կուսակցական իհարկե կաշկանդված չեմ, բայց այնուամենայնիվ ընդդիմությունը փորձում է։ Ընդդիմությունը փորձեց ընտրություններին մեր ժողովրդի հետ աշխատի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի։ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, ինչ որ կերպ կեղծեց ընտրությունները, գողացավ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները եւ այսպես շարունակ։ Հիմա ընդդիմությունը փորձում է ամբոստանա, հնարավոր բոլոր տարբերակները օգտագործում են, բայց այն արդյունավետությունը, որը որ պետք է ունենա Նիկոլ Փաշինյանի դեմ, կարծում եմ ընդդիմության մասով չկա այդ գործողությունները, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը սպառնում է ընդդիմադիրներին ուղիղ ազգային ժողովի ամբիոնից ասում է կզսնելու եմ, ձեր թալանը վերադարձնելու եմ, չբացահայտված թալանը կամ ենթադրենք բացահայտված թալանը, բայց այնուամենայնիվ ունենք Նիկոլ Փաշինյան, որ այս մարդկանց նկատմամբ ուղիղ սպառնալիքի լեզվով է խոսում։ Ու պետք է հաշվի առնել անկախ ամեն ինչից, որ ընդդիմադիրներին ընտրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ու այդ սպառնալիքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուղղությամբ է, ոնց որ քարոզարշավի ժամանակ Հայաստանի քաղաքացիներին հարցում էր ինչու չեք զոհվել եւ այսպես շարունակ։ Հիմա նորից վերադառնալով իրավական դաշտ, դուք ասում եք, որ 100%-ով վերահսկողություն կունենան, ու ցավոք սրտի ես ընդունում եմ, որ եթե սենց շարունակվի կլինի, բայց ես նաեւ լավատես եմ այն առումով, որ այն դատավորները, ովքեր որ կամակատար են աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչ որ մի պահի պետքա սթափվեն ու հասկանան, որ վաղը մյուս օր իրենք դատվելու են։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հասցնի փախնի իր տերերի մոտ, իրենք պետքա մնան Հայաստանի Հանրապետությունում ու համապատասխան պատիժը ստանան օրենքի ամբողջ խստությամբ։ Ու այդ ժամանակ հնարավոր չի ուղղակի ասել, որ մենք հրաման էինք կատարում, դա մեր աշխատանքն էր, մենք ընտանիք էինք պահում եւ այլն, որովհետեւ հիմիկվա քաղբանտարկյալները ունեն ընտանիքներ, ներկայիս քաղբանտարկյալները ունեն տուն պահելու խնդիր նաև, չէ՞, ու մենք ունենք քաղբանտարկյալ կուսակցության փոխնախագահ, բլոգեր, ով ուղղակի ձվածեղեր սարքում, ունեն քաղբանտարկյալ, որ անչափահաս է, ունեն քաղբանտարկյալ, որ անչափահաս երեխաներ ունի եւ այսպես շարունակ։ Այսինքն այն արդարացումը ուղղակի, որ Նիկոլ Փաշինյանը մեզ հրամայում էր, մենք էլ կատարում էինք, դա արդարացում չի, որովհետեւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու պարագայում օրենքը չի նայում մարդկային տեսանկյունից, օրենքը նայում է օրենքի տեսանկյունից։ Հիմա այս մարդկանց պետք է նաև պահանջենք, խոսեցինք ընդդիմությունից, ես կարծում եմ, որ ինչ-որ մի պահի լինելու է այնուամենայնիվ այդ իշխանափոխությունը ոչ մի իշխանություն հավերժ չի, ու այս ընդդիմությունը կամ հաջորդ իշխանությունը, լավ այսպես կոչված, պարտավոր է
հայ ժողովրդի առաջ իր խոստումները կատարի նաև պատժելով դավաճանին, որ շատերը խուսափում են այդ բառից, ու պատժեն դավաճանին ծառայող յուրաքանչյուրին, որովհետև դավաճանի ու դավաճանին ծառայողների պատճառով զոհվել են զինվորներ, սպանվել են մարդիկ, դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանը սպանվել է, զոհվել է, Սոնա Մնացականյանին ավտոշարասյունը սպանել է, եւ այսպես շարունակ, ել չեմ ասում Վալոդիա Գրիգորյանին հնարավոր բոլոր տարբերակներով հնարավորություն տվեցին, որպեսզի այդ ոճրագործությունը բանակի դեպքերի մասին, որ 10 օրում 3 զոհ են Պաշտպանության նախարարին հարցնում են, ասում է պաշտպանության նախարարի մեղավորությունը չի։ Մարդը զորակոչվել է բանակ, իր ծնողները պետությանն այսպես կոչված բանակին տվել են իրենց որդուն, սպանվել է, ով է մեղավոր։ Հիմա այն պատմությունն է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանին հարցնում էր Պետրոսը, ով է մեղավոր, ասում էր ես մեղավորն եմ պատասխանատուն չեմ, կամ եթե պատասխանատուն եմ, մեղավորը չեմ։ Հիմա չպետք է թույլ տալ, որ հետագայում իշխանափոխության պարագայում իրենք մարսեն այս ամեն ինչը։ Էլ չեմ ասում, որ արտգործնախարարն ասում է գերիների հետ կապված հարցում են ինչ կա լրագրողները, ասում է ծնգլահան արեցիք։ Գերիները ունեն ընտանիքներ ու գերիները այնտեղ պատանդի կարգավիճակում ՑՄ ազատազրկման են կամ չգիտեմ 20 տարով ու այս ամեն ինչը պետք է հետագայում իրավական գնահատական ստանա, ինչպես նաև պետք է իրավական գնահատական ստանա իմ կարծիքով 18 թվականը 18 թվականը պետք է իրավական եւ քաղաքական գնահատականի արժանանա, որովհետեւ հիմա հնչում են տարբեր մեղադրանքներ, չէ, որ Պետրոսը թեք նստած լիներ, Մարտիրոսը մի քիչ հեռու լիներ, սենց չէ լինի եւ այլն։ Մենք պետք է հասկանանք, որ այս 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է հանցագործություններ, թույլ է տվել հանցագործություններ ու դատաիրավական համակարգը հետագայում պետք է պատասխանատվության ենթարկվի Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև վերջի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, դա ժամանակին կլինի ոստիկանապետ, հետո կլինի իրանց մոտ նորմալ է, չէ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից դուրս է գալի, մի 4-5 ժամ հետո նշանակվում է, ասենք ինչ-որ ուժային կառույցի կամ ինչ-որ բարձր պաշտոնների, դա մեկ ընդդիմության հետ կապված դուք բարձրաձայնեցիք հետաքրքիր խնդիրներ իրենց աշխատանքի հետ կապված ու ինչ պետք է անի ընդդիմությունը, այ տեսեք դուք անկախ եք այդ առումով, դուք լրագրող եք, դուք աշխատում եք եւ ընդդիմության հետ եւ իշխանության հետ հասկանալի պատճառներով։ Ընդդիմության օրակարգը ինչպիսին պետք է լինի, եթե գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, միգուցե դասական ինչ որ կեցվածքով մարդ լիներ կամ գոնե հայկական տեսանկյունից հայ լիներ, էլի, ուզում եմ ասեմ Նիկոլ Փաշինյանը թուրք է, բայց դա ուզում եմ ճիշտ ձևակերպեմ, էլի, որ վիրավորանք չի թուրքը, ինքը չի վիրավորվում, ինքը նշել է, որ դա ուղղակի ազգություն է, բայց հետաքրքիր է, չէ՞, այդ ազգություն իր ասածը ցեղասպանել է 1.5 միլիոն հայերի, բայց այնուամենայնիվ ինքը չի ամաչում, բայց ինչևից է ընդդիմության գործիքակազմը, չգիտեմ, այդ մանդատները, այդ ամեն ինչը ու նաև ժողովրդին տված խոստումները իշխանափոխությունն է։ Ինչ պետք է անի ընդդիմությունը այս պարագայում, եթե իրանց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է, որ ձեզ կզսնելու եմ։ Վահե, քան որ մի քանի հարցեր շոշափեցինք, ես շատ թեմաների կուզեի անդրադառնալ, բայց վերջից սկսեմ, որովհետև կարող եմ մոռանամ մյուս թեմաների վերաբերյալ, ինչ պետք է անի ընդդիմությունը, եթե ես իմանայի, թե ինչ պետք է անի ընդդիմությունը, երևի կառաջնորդեի ինչ-որ պայքար, շարժում կստեղծեի, պայքար կստեղծեի, եթե տիրապետեի այն ռեսուրսների, որ այսօր ունի մեր հատկապես խորհրդարանական ընդդիմությունը եւ երևի թե ինչ-որ բան կստացվեր, չեմ ուզում ասել ոչ մի բան չի անում ընդդիմությունը, բայց եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ իրենց ուժերի այն ամենավերջին, հա, ներածին չափով չեն պայքարում այս ամենի դեմ։ Ինչ էին խոստանում մեզ, սկսենք դրանից։ Ես շատ ընդդիմադիր գործիչների հրավիրել եմ եթերի եւ շատ բացեիբաց հարց եմ տվել, վստահ եք, որ հաղթելու եք Նիկոլ Փաշինյանին։ Ես ասում եի հետևելով քաղաքական իրադարձություններին, ես վստահ էի, որ Նիկոլ Փաշինյանը հաղթանակ է տանելու, որովհետև Փաշինյանը այդքան հեշտ իշխանությունը չէր հանձնի որևէ ընդդիմադիր ուժի։ Ինչ պետք է անի ընդդիմությունը, ամենակարևորը ըստ իս, պետք է լինի միասնական։ Կարծում եմ, եթե ժամանակին մեր ընդդիմությունը, երբ որ համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ գնալ ընտրության, պետք է ունենար ընդդիմության միասնական տեխնացու պետք է ունենայինք, ոչ թե տարբեր այսպես ճակատներով, ես ընդդիմադիր, չգիտեմ, ինչ առաջնորդն եմ կուսակցության, այն մյուսի առաջնորդն է, պետք է լիներ մեկ միասնական
թեկնածու եւ կարծում եմ այդ ժամանակու ձայների փոշիացում տեղի կունենար եւ այն ձայները, որ ընդդիմադիր ուժերը միասին չեն ասում մանդատագողություն էլ տեղի ունեցավ 60000 ձայն եւ այլն, կարծում եմ այդ պարագայում կարելի էր ինչ-որ պայքար մղել, որովհետեւ հիմա դուք երևի կհարցնեք 3 փողոցային պայքար է տեղի ունեցել դիմադրության շարժում, հայրենիքի փրկության շարժում, սրբազան պայքար, ձախողվել է որոշ այսպես ներքին ինֆորմացիաների տիրապետելով, որը կարծում եմ բոլորը գիտեն դրա մասին, մենք տեսնում էինք, որ մի ուժ, երբ որ տպավորություն էր ստեղծում, թե ուր որ է հաջողության է հասնելու, արդեն մարդիկ իրար մեջ մանդատ էին բաժանում, պաշտոն էին բաժանում, պետք է լինել անկեղծ, պետք է իսկապես սիրել պետությունը, պայքարել հայրենիքի փրկության համար, ոչ թե հերթական անգամ ինչ-որ պաշտոն ստանալու կամ աթոռ ստանալու համար։ Որպեսզի շատ երկար չպատասխանեմ այս հարցին, կարծում եմ պետք է մեզ միասնականություն եւ ամենակարևորը անկեղծություն, անկեղծորեն պայքարել հայրենիքի փրկության, ոչ թե պաշտոնի համար։ Ես կուզեի ավելացնել, որ եթե համար 1 խնդիրը դրվի ամբողջական ընդդիմության արտախորհրդարանական, նաև արդեն խորհրդարանական Նիկոլ Փաշինյանի հեռացումը քաղաքացիական պայմանագրի իշխանազրկումը, կարծում եմ ավելի կհեշտանա։ Այստեղ ներողություն, ձեզ ընդհատեմ, օրինակ բոլոր ընդդիմադիր ուժերից ես լսել եմ, որ մեր նպատակն է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, համենայն դեպս խոսքը այն ուժերի մասին է, ովքեր այսօր ներկայացված են խորհրդարանում։ Բարի։ Եվ ասում են պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Ստացվում է, թե բոլորի նպատակը մեկն է, բայց հետո պարզվում է, որ կան այսպես։ Ես լինելով հանրապետական կարող եմ ասել, ինչպես մեր նախագահն նշեց համագումարի ժամանակ, մենք չենք մասնակցում, չնայած որ անցողիկ շեմը հաղթահարում էինք, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը չփորձեր նաև գողանալ ինչպես Բարգավաճ Հայաստանի, բայց այնուամենայնիվ մենք անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունենք ու դա փաստում է նաև որ մենք 21 թվականին էլի հաղթարել էինք, բայց այնուամենայնիվ մենք որպեսի չխանգարենք այդ պառակտում չառաջանա եւ այլն, ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը անգամ չընտրվելու պարագայում կեղծելու է ու հիմա ունենք այն, ինչ ունենք, բայց այնուամենայնիվ դուք ասում եք, տես շարժումներ չէ եղել է շարժումներ, միգուցե այդ շարժումները ինչ որ փոփոխություն են բերել Նիկոլ Փաշինյանի մոտ ծրագրային, միգուցե Հայաստանը արդեն չլիներ, եթե այդ 3 շարժումները չլիներ եւ այսպես շարունակ, բայց այնուամենայնիվ գուշակությունները պետք է թողենք միտող, որտեվ սա քաղաքականություն է, բայց այս քաղաքականությունը կազմված է նրանից, որ Նիկոլի քաղաքականությունը, որ ինքը վարում է, Հայաստանի կործանման մասին է։ Ու մենք փաստով ունենք արդեն Արցախի կործանումը, ու այդ նույն մոդելով աշխատում է այստեղ Նիկոլ Փաշինյանը, ինքը քանդում է բանակը, արդեն հարվածում է եկեղեցուն ու այդ երկու հենասյուները եթե հանում ենք, այնտեղ մնում է այն չոր քաղաքականությունը, որով որ ինքը խափում է, դատաիրավական համակարգի ձեռքում է ոստիկանություն եւ այլն, ու համոզում անդիմադիրներին, որ եկեք միասին աշխատենք, հա, միգուցե եւ ստացվի եւ այլն, ու ես ամենայն անկեղծությամբ նոր բառ եմ լսում, չէ, բարեկրթությունը, չէ, կոչվում ինչ-որ տես նոր բառ կա, որը որ բարեվարկությունական եւ այլն։ Բարեվարկություն Նիկոլ Փաշինյանի հետ, ով սպանել է 5000 հայ զինվորների, բարեվարկություն Նիկոլ Փաշինյանի հետ, ով եռաբլուրում ծեծում էր զոհվածի ծնողներին, բարեվարկություն Նիկոլ Փաշինյանի հետ, ով հղի կնոջն է սպանել, բարեվարկություն Նիկոլ Փաշինյանի հետ, ով հայհոյում է, օգտագործում է դոմփելուց սկսած ինչ-որ բառամթերք արցախցիների ու ընդհանրապես հայ ժողովրդի նկատմամբ, բարեվարկություն մի մարդու հետ, ով ասում է Արարատը հայկական չի, բարեվարկություն մարդու հետ, ով ուզում է, որ ընդդիմադիրների ընտանիքները երեխաները սոված մնան, ու այս ցանկը, այս բարեվարկություն ասվածը հնարավոր է միգուցե, եթե լինեին երկու քաղաքական ուղղվածություններ, օրինակ դեպի Արևմուտք եւ Ռուսաստան պայմանականորեն, հնարավոր էր ինչ-որ մի կերպ բարեվարկության շրջանակներում քննարկել, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ ուղղությամբ է գնում, բայց բարեվարկություն մի մարդու հետ, որ ասում է, որ նորմալ է, ես այդ զինվորներին սպանել եմ, որտեղ պատերազմը կարող էի կանգնեցնել հոկտեմբերին, բայց ստորագրել եմ նոյեմբերին։ Էլ չեմ ասում։ Կարող էինք ունենալ նույն պատկերը առանց այո, հա, էլ չեմ ասում, որ դիա հերձարաններում, սառնարաններում մեր եղբայրների մասունքներն էր,
տարբեր մարմնի մասեր տարբեր ծնողների էին տալի, հետո գնում էին դենեթի անալիզ էին անում, վերադարձում եւ այլն։ Այս մարդու հետ բարևարկություն ոնց կարելի է, եթե երեք ու այսօր Նիկոլ Փաշինյանը էլի սպառնում էր, ասում էր կզցնելու են բոլորի ընդդիմադիրները, փտելու են բանտերում, ձեր ընտանիքները ու երեխաները սոված են մնալ։ Վահե, տեսեք, Նիկոլ Փաշինյանը, եթե մեր ընդդիմադիր գործիչները Նիկոլ Փաշինյանի հետ գնացին ընտրության, այսինքն Նիկոլ Փաշինյանի օրակարգով սկսեցին շարժվել, ապա թող ոչ մեկ չասի, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, ինչ հայտարարություններ է անում, ինչ սպառնալիքներ է հնչեցնում մեր հասցեին, թող Նիկոլ Փաշինյանի հետ չգնային ընտրությունների, թող Նիկոլ Փաշինյանի օրակարգով չշարժվեին։ Հիմա եթե ենթադրենք մեր չեմ ուզում շատ ընդդիմությանը, հա, այսպես մեղադրանքներ հնչեցնեմ, բայց իսկապես եթե դուք տվյալ Նիկոլ Փաշինյանը արդեն 8 տարի է Հայաստանի Հանրապետության ոչ բարով վարչապետն է, եթե դուք տվյալ անձի հետ գնում եք ընտրության, նոր եք իմանում ով է Նիկոլ Փաշինյանը, 8 տարվա մեջ չէիք պարզել, նոր եք բացահայտում Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին։ Շատ լավ գիտեիք ինչ է լինելու, պատրաստ չէիք, չգնայիք եւ ժողովրդին զուր խոստումներ չտայիք, չխաբեիք ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը ձեր հետ շատ մեծ հույսեր էր կապում։ Արդեն ընտրությունները չեղած մարդիկ կային, իրենց վարչապետ էին հռչակում։ Եկեք անկեղծ լինենք, արդար խոսենք։ Այդպես չի լինում։ Եթե պատրաստ չէիք Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու, ուրեմն չգնայիք եւ այսօր իր օրակարգով չշարժվեիք։ Իսկ այսօր ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, նա բաց ասել է, կրկնում եմ, քարոզարշավի ժամանակ եւ կարծում եմ ոչ մեկի համար սա նորություն չէր։ Այսօր նշեց իդեպ Նիկոլ Փաշինյանը, որ ինքը այս հրահանգները, եթե դա կոչվում է հրահանգներ, հունիսի 5-ին է տվել, այսինքն քարոզարշավի շրջանակներում եւս մեկ հանցագործության մասին հաղորդում հենց իր կողմից, որ հունիսի 5-ին քարոզարշավի շրջանակներում հանրապետության հրապարակից տվյալ անձը հրահանգել է, որպեսզի կալանավորեն, ձերբակալեն եւ այսպես շարունակ։ Հիմա մյուս մասով տեսեք ընդդիմության մասով արդեն պարզ է, մենք հաջողություն ենք մաղթում ընդդիմադիրներին Նիկոլ Փաշինյանի հեռացման գործում։ Կարող ենք ու կանենք ամեն ինչ մեր ուժերի ներածին չափով, որպեսզի օգնենք։ Հիմա երրորդ նախագահի հետ կապված կանչել են քննչական, բացարձակապես դեռ տեղեկություն չունենք ինչի մասին է խոսքը ու ինչու համար հենց հիմա կամ ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանին պետքա կանչեն քննչական կոմիտե, լրիվ հասկանալի է, որովհետև ես 19 թվականից մասնակցում եմ Սերժ Սարգսյանի գրեթե բոլոր դատերին, տարբեր ինչ որ հետաքրքիր ու անհետաքրքիր գործեր կարված է, արդարացվում է, հետո նորից վերաբացվում է գործազրոյից, փակում են, որ երկրից ելքը եւ այլն բան, ու ունենք իրավիճակ, որ տեսեք, լավ, դավաճանը, ով հանձնել է Արցախը, կապ չունի ինքը ոնց է դարձել դավաճան, միգուցե չի հասկացել ոնց պետքա վարի պատերազմը, միգուցե բանակցություններից, բայց այնուամենայնիվ իր օրոք Արցախը հանձնվել է։ Սերժ Սարգսյանի օրոք Արցախը պահվում էր, ամենամեծ օրինակը, որ ես միշտ բերում եմ, 16 թվականի Քարորյանն է, որտեղ որ Ռոբերտ Աբաջյանը բոլորիս անունից ասեց, ինչի հետ մենք մինչև հիմա համաձայն ենք։ Ու Սերժ Սարգսյանը ստորագրել է Շուշիի ազատագրման մասով, չէ, փաստաթուղթը, Սերժ Սարգսյանը Ալիևին դիմում էր ոնց իրեն հաճելի էր ու հայ ժողովրդին, որ դուք պարտված եք, քո հայրը պարտվել է, անգամ Ալիևը ընդունում էր 16 թվականին, որ իր հայրը եւ ինքը 30 տարի պարտված են եղել։ Հիմա Սերժ Սարգսյանին դատելը ում է ավելի հաճելի, չհաշված Նիկոլ Փաշինյանին, ադրբեջանցիներին, ովքեր են ուզում, որ հայերը չլինեն, ադրբեջանցիները եւ թուրքերը։ Այսինքն այս մարդը ուղիղ քաղաքական պատվերները վերցնում է Ադրբեջանից կամ Թուրքիայից, իմ համար էական տարբերություն չկա իրենց մեջ, էլի, բայց այնուամենայնիվ վերցնենք Իլհամ Ալիևի մոտեցումը Սերժ Սարգսյանի նկատմամբ ու Նիկոլ Փաշինյանի այս քաղաքական հետապնդումները, դատավարությունները եւ այլն։ Ու հիմա տեսեք, եկել ենք մի փուլի, որտեղ որ ինքը Տիգրանաշենը հանձնում է, օֆիցիալ անոնսը տվեց, որ Տիգրանաշենը հանձնում ենք ու Սերժ Սարգսյանին կանչում են քննչական։ Հետագայում բնականաբար էլի ինքը իր այդ
մասսա ունի, չէ, այն ժամանակ զոմբիներ էին ասում, ես էլ իրանց զոմբիներ էլ չեմ ասում, իրանք մոլորիալներ են, որ իրենց տեղը այս կյանքում չեն գտել, որտեվ երրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին շատ լավ էլ գտել ու տեղավորվել են իրենց տեղը։ Այդ մարդիկ, մոլորիալներ են, ես ցավակցում եմ իրենց, անկեղծ եմ ասում, բայց այնուամենայնիվ, որpիսի այդ իր մոլորիալներին ասի, որ տեսեք էլի նախկինները Եղբայր, դու 8 տարի է նախկինների ցավով տառապում ես, բայց հայ ժողովուրդը տառապում է վարկերի, խնդիրների, խնդիրների մեջ։ Եղբայր, դու կլինի հայերի գործերով զբաղվես, հայերի ոչ թե իրենց մեղադրես կամ հարցնես ինչու չեն զոհվել, այլ միգուցե փորձես բարելավես այդ մեր հայրենակիցների կյանքը։ Լավ, հանրապետականներին չես սիրում, խնդիր չկա, բայց հայ ժողովուրդը ամբողջությամբ հանրապետականները չեն։ Հասկանում ենք, որ դու ատում ես հանրապետականներին, բայց հանրապետականները ունեն կերտած պատմություն։ Հանրապետականները ԱՄԿ-ից սկսած սովետական միության ժամանակներից պայքարում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անկախ լինի, պայքարում են, որպեսզի Արցախ լինի, պայքարում են, որպեսզի հայ զինվորը պատվով կանգնի այն սահմանին, որը հստակեցված է։ Այս սրանք ոչ սահման ունեն, ոչ պատկերացում ունեն այս սահմանները որտեղ սկսում, որտեղ ավարտվում է, ել չեմ ասում անգամ ծիծաղելի է, բայց Սերժ Սարգսյանը, որ սահման էր պահում, ադրբեջանցիները ավելի զգաստ էին ու հասկանում էին, որ 1 միլիմետր առաջ գալու դեպքում Ռոբերտ Աբաջանները պատասխանելու են։ Նիկոլ Փաշինյանին հարցնում են սահմանային խնդիրներից կամ Ադրբեջանի հետ կապված, ասում է դե Կասպից ծովը որ մի քիչ թեքվում, հա, ասենք, չգիտեմ, Ադրբեջանի տարածքը կամ թիվը փոխվում է, դրա համար չեմ նշում։ Այսինքն դու գիտես Հայաստանի սահմանները, դու ո՞նց ես ընդունել Հայաստանի սահմանները, ինչ թվով 29800, 200 քառակուսի օկուպացված է, դու ասում ես Ադրբեջանի սահմանը չեմ կարող, լավ, որ դու եկել ես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այդ ժամանակ էլ չես իմացել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դու ում հետ ես բանակցել, դու ասում ես Ալիևը կառուցողական է, ու ես բանակցում եմ զրոյական կետից, Սերժ Սարգսյանի կետի հետ գործ չունեմ, չէ՞։ Հիմա Սերժ Սարգսյանի կետը այն էր, որ մենք ունենք 9 շրջան Արցախում, ու հանգիստ գնում գալիս ենք։ Մեր հայ զինվորը կանգնած էր ամենասկզբում պաշտպանության բանակի, չէ, Արցախի։ Հիմա մեր զինվորը, ել չեմ ասում, որ փողոցում ընկնում է վթարի ենթարկում սպանվում է, մենք չունենք այդ սահմանները։ Ու դու դատում ես Սերժ Սարգսյանին։ Քո դատաիրավական համակարգը աշխատում է Արցախի հերոսների դեմ, գեներալների դեմ, այն մարդկանց դեմ, ովքեր որ ստեղծել են այս երրորդ հանրապետությունը։ Պատմություն են կերտել վերջո։ Ու չորրորդ հանրապետություն ենք ստեղծում։ Հիմա երրորդ հանրապետության զոհերը, երրորդ հանրապետության, ասենք Վազգեն Սարգսյանը ու մյուսները ոնց կգնահատեին այս իրավիճակը ու լավ հայ ժողովուրդը ոնց է հետագայում մեր ապագա սերունդները ոնց են գնահատելու մեզ, ասելու են այդ ոնց եղավ որ երրորդ հանրապետությունը ստեղծեցինք 30 տարի ծաղկում էր, մենք անվտանգ էինք, մեկ էլ հոп 4-րդ հանրապետություն, աբսուրդի ժանրից է։ Ու ինձ հետաքրքիր է նաև էլի, այս 4-րդ հանրապետության ասվածը իր մեջ ինչ վտանգներ է պարունակում։ Վահե մի փոքր այսպես հերվից գամ, որոշ թեմաների անդրադարձ կատարենք, տեսեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը կամ այս իշխանությունները մեղադրում են, հա, նախկին ղեկավարներին, կուսակցությունների առաջնորդներին, ինչի մեջ են հիմնականում մեղադրում, փողերի լվացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում եւ այլն, 8 տարի է նույն պատմությունը լսում ենք, չեմ ասում, որ նախագահներ են դատում եւ այլն, այսօր էլ կրկին վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի դիրքերը բնականաբար ամրապնդվել է եւ ցանկացած պահի ցանկացած որոշում ինչ ուզի, դա էլ կանի, դե գիտենք իրավապահ համակարգը ինչ մեծ սիրով կատարում է ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Երրորդ նախագահի հետ կապված, երբ ասում եք, որ այսպես Տիգրան Աշենն են հանձնում, չգիտեմ, երևի փորձեցիք համեմատական անցկացնել, թե ինչու հենց այս պահին, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է էլի հողերի հանձնման վերաբերյալ, նախագահներին են կանչում։ Բայց դա ներկայացնում է որպես խաղաղություն։ Այո, ինչ է տեղի ունենում, ըստ իս, կարծում եմ, ունենք փաստեր, մենք ունենք, ով ինչ ուզում է ասի, ով ուզում է համաձայնի, ով ուզում է ոչ, սա իմ կարծիքն է, մենք ունենք 3 հաղթանակած նախագահ, պատմության մեջ այդպես է գրված, եւ Նիկոլ Փաշինյանը իր, չգիտեմ, ընտրողներին, իր թիմակիցներին, ինչքան էլ համոզի, որ ինքը Հիսուսն է, ինքը Պապ Թագավորն է, ինքը նոր է իջել երկնքից, ոտքերն էլ ամպոտ են եւ այլն, նա պատմության մեջ մնալու է դավաճան եւ հողատու։
Դա փաստ է։ Արցախը հանձնվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, դա փաստ է։ Ինչքան էլ որ ասում են, գիտեք ինչ կա, երբ որ Նիկոլ Փաշինյանը փոքր երեխա էր, արդեն պայմանավորվել էին նախկին ղեկավարները, որ Նիկոլ Փաշինյանը մեծանա, բերենք վարչապետ դնենք իրան, այդ ժամանակ Արցախը հանձնենք։ Ինչ կարծում եմ, այդ, չգիտեմ, բլեֆերով ինչքան է ժողովրդին փորձեն ուղեղները լցնել, պատմության մեջ հստակ պետք է ամրագրվի։ Մենք ունենք 3 հաղթանակած նախագահ եւ 1 հողատու դավաճան, եւ Արցախը հանձնվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, դա եւս փաստ է, եւ դրա հետ կապված կարծում եմ որևէ մեկը չի կարող վիճարկել կամ ասել վաղուց հանձնված էր, ինչքան էլ փորձեն ժողովրդի ուղեղը լվանալ։ Միլիարդների, միլիոնների հետ կապված, որ մեղադրում են, որ տեսեք, այս ինչ թալան է տեղի ունեցել, իսեր Աստծո, ես եւս համաձայն եմ, որ այն մարդիկ, ովքեր թալանել են երկիրը, պետք է պատասխանատվության ենթարկեն։ Ինչ է նշանակում ժողովրդի գրպանից վերցնել եւ դառնալ միլիոնատեր կամ միլիարդատեր։ Կարողանում եք, խոսում եք միլիարդների մասին, հետ վերադարձրեք ժողովրդին, մենք էլ տեսնենք 8 տարի է խոսում եք միլիոնների, միլիարդների մասին։ Ուր են այդ միլիոնները, ուր են այդ միլիարդները։ Ես համաձայն եմ, թող բոլորը պատասխանատվության ենթարկվեն, ովքեր ժողովրդի բերանից կտրել են, ներողությունս բառը արտահայտության համար, եւ հարստացել են։ Խնդրեմ, 8 տարի ժամանակ ունես, ում ես սպասում, ինչին ես սպասում, կամ ինչպես է ստացվում, շատ ենք խոսում սրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն թեզերը, որը առաջ է բերում Ադրբեջանը։ Կարծում եմ, այդպիսի զուգադիպություններ պատմության մեջ շատ քիչ են լինում։ Կարող եմ կասկած ունենալ, որ Ադրբեջանից է Նիկոլ Փաշինյանին հրահանգներ իջեցնում եւ Նիկոլ Փաշինյանը հլու հնազանդ այդ հրահանգները ի կատար է ածում։ Ես կարող եմ այդպիսի կասկած հայտնել, հա։ Հետո Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, 3 կառավարության նիստում ասեց, որ եթե չեմ սխալվում, որ այն օրինակ սահմանադրության փոփոխությունը, դե հա, դա Ադրբեջանի պահանջն է եւ ըստ էության մենք պետք է դա իրականացնենք, որովհետեւ ես կարծում եմ, որ ըստ Նիկոլ Փաշինյանի նա մտածում է, որ մենք պարտվող կողմ ենք, Ադրբեջանը հաղթող կողմն է եւ հասկանում ենք, որ հաղթող կողմն է լինում թելադրողը եւ ինչպես է իրեն արդարացնում, ասում է, տեսեք, եթե ես Ադրբեջանի պահանջների կատար չածեմ, պատերազմ է լինելու, հարձակվելու է մեր վրա, ավելի լավ է, ինչ պահանջ ունի ադրբեջանական կողմը, ես դրանք կատարեմ, որպեսզի պատերազմ չլինի, որպեսզի հերթական զոհը չունենանք, ի վերջո խաղաղության պայմանագրի մասին ենք խոսում, նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիր, այս ամենը տեղավորվում է խաղաղության պայմանագրի մեջ, սա է մեր տարածքը, ես նաև հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից հարց էր հղում իր կիրթու կառուցողական ընկերոջը, թե ըստ իրեն որն է Հայաստանի Հանրապետության սահմանը, որ Իլհամ Ալիևից խնդրում էր, որ ներկայացնի, ինչ որ, չգիտեմ, սպասում էր, որ քարտեզ գծի Հայաստանի Հանրապետության նոր քարտեզ գծի Տիգրանաշենի հետ կապված քանի կար, տեսեք, նա խոսում է չէ իրական Հայաստանի մասին, որքանով տեղյակ եմ, Նիկոլի իրական Հայաստանը ըստ Նիկոլ Փաշինյանի 29743 քառակուսի կիլոմետր է եւ դրա մեջ մտնում է նաեւ Տիգրանաշենը, դու ասում ես, որ իրական Հայաստանի տարածքը սա է, ոչ մի միլիմետր չենք զիջելու եւ չգիտեմ Տիգրանաշենը համարում է ադրբեջանական եւ ինչ է կարծում, եթե Տիգրանաշենը որպես անկլավ տրվում է Ադրբեջանին, ապա մեզ կտրում են մեր ողնաշը, ինչպես են գնալու Սյունիք, շատ մեծ վտանգներ է սա իր մեջ պարունակում, ես չեմ ուզում այս ամենի մեջ շատ մտնել, մենք երաշխիքներ չունենք, որ Տիգրանաշենով սկսվում է ու ավարտվում է։ Եվ տեսեք, ի վերջո ձեզ թվում է Տիգրանաշեն գալու են եւ ապրեն հասարակ ադրբեջանցիներ, այսպես անզեն ժողովուրդ, հա։ Բնականաբար ոչ։ Հասկանում ենք, չէ՞ որ կարող են այնտեղ ինչ որ զորամիավորումներ բերեն, ինչ որ ռազմաբազա ստեղծել, ասել, գիտեք, ինչ կա, սա մեր տարածքն է, բայց գտնվում ենք Հայաստանի Հանրապետության տարածքին շատ մոտ, եթե ոչ Հայաստանի Հանրապետության տարածքի ներսում, մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդին։ Մենք հասկանում ենք, չէ՞, սա ինչ վտանգներ է իր մեջ ներառում, եւ շատ ցավում եմ, որ մեր շատ հարգելի Տիգրանաշենի բնակիչների մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին է ընտրել այս ամենը իմանա, այո, խաղաղության հույսով ինչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը, ուր են գնալու, ցավոք սրտի ես հիշում եմ ինչ տեղի ունեցավ Արցախում եւ շատ մեծ մտահոգություն ունեմ, թե չգիտեմ հաջորդը որ տարածքն է լինելու, առհասարակ վաղը քնենք հարթնանանք, որ երկրում ենք հարթնանալու, ինչ ենք լսելու, ցավալի փաստեր են եւ կարծում եմ պետք է առնչվենք հա այս իրականությանը, փորձենք
միասնական ելք գտնել, ես կրկին նշում եմ, որ ըստ իս ելքը մեկն է, միասնականություն դրսևորեն եւ հատկապես այն ընդդիմադիր ուժերը, որոնք այսօր տիրապետում են որոշակի ռեսուրսների, որովհետեւ եկեք համաձայնենք, որ առանց ռեսուրսների տիրապետման դու չես կարող հասնել հաջողության եւ իրապես ոչ թե պետք է իշխանության համար պայքար գնա, այլ հայրենիքի փրկության։ Միգուցե կրկնվում եմ, բայց ինձ համար դա շատ կարեւոր է։ Այո, ու հայրենիքի գաղափարը տեսեք եկեղեցու վրա հարձակվում են, փորձում են ինչ-որ կերպ իրենց արդարացնեն, չէ՞, քաղաքացիական պայմանագրի անդամները եւ իրենց աջակիցները, այսպես կոչված։ Նույն կերպ բանակը արժեզրկում են հենց բանակ ասվածը, երբ որ նայում ես պաշտպանության նախարարին, հասկանում ես, որ բանակի վրա հույս դնելու չի։ Բայց տեսել եք մեր պաշտպանության նախարարը ինչպես է փոխվել իր այսպես կառուցվածքը, պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։ Ես մեկ անգամ նշել եմ, էլի ասեմ, ուրեմն տեսեք, Հայաստանի սահմանները փոքրանում է, իր փորը մեծանում է։ Իր փորը կլորանում է պաշտպանության նախարարի, բայց Հայաստանի սահմանները փոքրանում է։ Նախանձելի վիճակում ենք։ Ցավում եմ, որ համատարած նույն իրավիճակն անես չի, որ արտգործ նախարարի մոտ ինչ-որ խնդիր չկա եւ այլն, այսինքն ընդհանուր իշխանափոխություն է պետք Հայաստանի Հանրապետությանը, որ այս 4-րդ հանրապետությունը իրենց ինքնակոչ հանրապետությունը այսպես կոչված չլինի վերջինը, այսինքն մեր 3-րդ հանրապետության ավարտով Հայաստանի Հանրապետությունը չավարտվի, որտեվ շատ վտանգավոր է, երբ որ իրանք ասում են մենք 3-րդի էջը փակում ենք, ստեղծում ենք 4-րդը, իսկ ինչ սկզբունքով ենք մենք 3-րդը փակում։ Տեսեք, ես օրինակ չանդրադարձա ձեր հարցին 4-րդ հանրապետության հետ կապված, որովհետև ինչ է նշանակում 4-րդ հանրապետությունը, որ Հայաստանն է, դա 4-րդ հանրապետությունը, մենք ունենք մի երկիր, մի պետություն, Հայաստանի Հանրապետությունում, 4-րդ, 5-րդ, 6-րդ ես չեմ պատկերացնում, ինչ ասել է Նիկոլական Հայաստանն է, որ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ 18 թվականին մենք կորսեցինք մեր 3-րդ հանրապետությունը, կորսեցինք Հայաստանի Հանրապետության սահմանները, կորսեցինք Արցախը, կորսեցինք մեր տղերքին 18 թվականից սկսած, որովհետև երկրում եկավ ղեկավար, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի ու հայ ժողովրդի հետ, առավել եւս քրիստոնեության եւ Աստծո հետ ոչ մի կապ չունի։ Դրա համար այս մարդը նշում է, ուղղակի բառացի չի ասում, որ 18 թվականից էլ 3-րդ հանրապետությունը չկա, գոյություն չունի։ Դրա համար էլ Ալիևի այդ աշխատումը նրա վրա, որ ունենան 4-րդ հանրապետություն, որը վիլայեթացումն է, ոնց որ նշում ենք։ Հիմա մեր հայրենակիցներ շատերը կասեն, դե լավ, դուք չափազանցնում եք, բայց մենք 5 տարի առաջ չափազանցնում ենք, որ ասում ենք եկել է Արցախը հանձնի, հետո չափազանցնում ենք, որ Արցախը հանձնել է ամբողջությամբ հանձնելուց բացի բռնի տեղահանվելու են եւս մեկ ցեղասպանություն է լինելու, հետո ասում էին, դե գիտեք ինչ կա, հիմա Արցախը տվել են, որ հանգիստ ապրեն, բայց Հայաստանի Հանրապետությունում անվտանգ չի, հանգիստ չեն ապրում, ել չեմ ասում այն խնդիրները, որը որ յուրաքանչյուր քաղաքացի ունի կենցաղային խնդիրներից սկսված, կոմունալներից, վարկերից մինչև պարտքեր եւ խնդիրներ, որին չենք հասցնում անդրադառնանք, որովհետեւ նենց անվտանգային խնդիրներ ունենք։ Ռուսաստանի Դաշնությունը, մեր ռազմավարական դաշնակիցը մի բան է ասում, այս մարդը լրիվ ուրիշ բան է պատասխանում։ Ու հիմա մենք չգիտենք, ինքը ասում է ինձ հապկից հանեք։ Հայաստանի Հանրապետության ղեկավարը ասում ուրախ կլինեմ, որ ինձ ուրախ կլինի, որ բայց հայ ժողովուրդը անգամ եթե ընտրվել է պայմանականորեն 30 կամ 40%-ով, իրեն մանդատ չեն տվել, որպեսզի ինքը իրան սենց դրսևորի ու բերի նորից պատերազմ։ Վահե կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև արցախցիների Արցախ վերադարձի մասին, ասելով, որ երբ խոսում ենք Արցախ վերադարձի մասին, դա նշանակում է, որ իհարկե այսպես բառացի չեմ ցիտում, բայց ըստ Փաշինյանի, եթե արցախցին ցանկանում է վերադառնալ իր բնորան, իր հայրենիք, ապա դա պատերազմի կոչ է Ադրբեջանի, ասում է դադարեք այլ պետությունում հայրենիք փնտրել։ Արցախցիները պետք է չխոսեն Արցախ վերադարձի մասին եւ ադրբեջանցիները չպետք է խոսեն արևմտյան Ադրբեջան վերադառնալու մասին, շատ ներողություն։ Արցախը հին հայկական տարածք է, մեծ հայքի 10-րդ նահանգն է։ Արևմտյան Ադրբեջան դա որ երկրի տարածքում է գտնվում։ Արդյոք պետք է Արցախը հավասարեցնել, կշեռքի նույն նժարի վրա դնել արևմտյան Ադրբեջան եզրույթի հետ, որը ես չգիտեմ, որ երկրի տարածքում է գտնվում, իրենից ինչ է ներկայացնում։
պատկերացնում եք շատ Մենք վտանգավոր դեռ չգիտենք թեզեր են։ Ադրբեջանը որտեղից է հայտնվել, էլ ուր մնաց մի հատ էլ արևմտյան Ադրբեջան, այո, շատ վտանգավոր թեզեր է Նիկոլ Փաշինյանը առաջ տանում, եւ երբ մենք երևի թե իմ եթերների ժամանակ չկա մի հյուր, որ չխոսի Արցախի մասին, արցախցիների իրավունքների մասին, Արցախ վերադարձի մասին, սա համարում եմ պատերազմի կոչ, այսինքն եթե ենթադրենք ես արցախցի եմ, ծնվել, մեծացել եմ Արցախում եւ ցանկանում եմ վերադառնալ իմ տուն, իմ բնորան, իմ հայրենիք, ես պատերազմի կոչ եմ անում, բայց եթե այդպես է ժամանակին քո որդին ինչու՞ էր ծառայում Արցախում։ Կինը Շատ ներողություն կինը, այո, հրամանատարը եւ գնում էիք Արցախում ֆոտոսեսիաներ էիք կազմակերպում, ես չեմ սիրում խոսել այսպես, ընտանիքի վերաբերյալ չեմ ուզում անդրադառնալ, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի որդին Ադրբեջանում է ծառայել, ստացվում է, ինչու է իր որդուդ տարել, որ Ադրբեջանում ծառայի։ Ներկայիս պաշտպանության նախարարը ասում էր Ակնան, չէ, իմ հայրենիքն է, Աղդամը։ Նույն աղդամցի Ալենին դե բոլորը գիտեն եւ այսպես շարունակ իրենք ունեն թիմակից, որ Շուշիում էր պսակադրվել։ Հիմա եւ հետո ինքը Ադրբեջանում է պսակադրվել ըստ իրենց։ Ներողություն ձեզ ընդհատելու համար ինչ է ասում Փաշինյանը, նաև ասում է, հա ես չեմ հրաժարվում, որ ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ, այո, ասել եմ այդպիսի հայտարարություն արել եմ, բայց այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, այսպես ասեց, որ մեզ ներարկել էին, որ Արցախյան հիմնախնդրին տիրապետում են 6-7 հոգի, այսպես որպես 7 իմաստուններ, ինչ որ այսպես մեջբերում էր անում, բայց երբ որ եկել է իշխանության, փաստորեն ծանոթացել է Արցախյան հիմնախնդրին, դե ինքը Արցախը Հայաստան է համարել, չէ, բայց երբ որ ծանոթացել է պատմությանը, հասկացել է, որ ոչ, Արցախը ոչ թե Հայաստան է, Արցախը Ադրբեջան է։ Նա այդ ժամանակ նախկին իշխանությունների ժամանակ նա հայրենասեր է եղել, այսպես հա, տոգորված է եղել հայրենասիրությամբ, դրա համար է Արցախը Հայաստան համարել, բայց ծանոթանալով պատմությանը, իբրև թե իրականությանը, արձել է, որ ոչ դա այդպես չէ, եւ ինչ է ասում է մարդը զարգացում ադապտացիա է ապրում, եւ ժամանակի ընթացքում ուսումնասիրելով, կարդալով պատմությունը հասկացա, որ ոչ դա այդպես չէր։ Իսեր Աստծո։ Ցավալի իրականության մեջ ենք ապրում ու ես ինքս ինձ շատ ժամանակ հարց եմ տալի, ասում եմ ապագա սերունդները, որ մեզ հարցնեն, նա ասենք մեր թորները։ Ինչ ենք պատասխանելու, որ չկարողացանք հեռացնել մի մարդու, այսպես կոչված, ով կործանեց մի ամբողջ հանրապետություն, Արցախի մասին ի սկզբանե ու չեմ ուզում որ նաև արդարանամ թե ինչու մենք Հայաստանի Հանրապետությունում չենք ապրում, բայց եղել է Հայաստանի Հանրապետություն, որտեղ ծնվել ենք եւ այսպես շարունակ։ Ու պատմության էջերը երբ թերթում ենք, Նիկոլները գալիս են ու գնում են։ Ես լիահույս եմ ու լավատես եմ նաև նրանով, որ երբևիցե չի եղել, որ ինչ որ մեկը լինելով սովորական շարքային մահկանացու կամ, չգիտեմ, վարչապետ կամ ինչ որ թագավորության ներկայացուցիչ, որ կռվի բռնվի Աստծո հետ ու քրիստոնեության ու հաղթի։ Երբևիցե նման բան կարող եք թերթել նաև պատմությունը այդ առումով, որովհետև այս մարդը չի պայքարում կաթողիկոսի դեմ, ինքը եկեղեցիները անվանում է չուլաններ, ինքը հայ առաքելական եկեղեցին չի ընդունում, իրենը չի համարում, ինչպես ինքը Ղազանչեցոցը իրենը չհամարեց, ասում է Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք։ Պատկերացնում եք Շուշին ու Ղազանչեցոցը մեր համար հպարտանալու պատմամշակութային, այս մարդը քրիստոնյա չի հասկանում այդ քրիստոնեական արժեքները, ինքը յուրաքանչյուր պատվիրան ոչ թե չի պահում, այլ ընդհանրապես իրենը չի համարում այդ սուրբ գիրքը եւ այլն, իր համար գիրքը երկրի հակառակ կողմն է։ Հիմա ինքը երկիրը ֆռցրել է հակառակ կողմով ու շարժվում է դեպի Ադրբեջան, Թուրքիա եւ այսպես շարունակ։ Ու երբևիցե ես ուզում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որովհետեւ մենք հիմնականում խոսում ենք այն նեգատիվ էմոցիաների ներքո, որովհետև մեր երկրում հիմա նեգատիվ էմոցիաների իշխանությունն է, բայց այնուամենայնիվ պետք է նայենք հայ ժողովրդի պատմությունը ու այն հաղթանակները, որ մենք կերտել ենք այս 2000-3000 տարիների ընթացքում, միանշանակ է, որ Նիկոլն էլ է անցողիկ։ Ինքը վաղը հուշ է դառնալու։ Միգուցե մենք մոտ ապագայում միասին Աստվածտա հաջորդ հաղորդման ժամանակ արդեն քննարկենք իրեն որպես անցյալ, բայց այնուամենայնիվ մենք պետք է նայենք ապագային ու այն ապագան կերտենք, որը որ մեր սերունդներին թույլ կտա մեզանով հպարտանալու, եթե մենք չկարողանանք կերտել այն ապագան, այն անկախությունը, այն ինքնիշխանություն ու այն հաղթանակները, որոնք որ մեզ
տալու են իրավունք ապրելու մեր ոչ թե պատմական, այլ Հայաստանի Հանրապետությունում, մեր իրական Հայաստանի Հանրապետությունում եւ մեր պատմական հայրենիքում։ Ու ինչու՞ չէ վաղը մյուս օր նաև Արցախում, որ մենք կարողանանք մեր ապագա սերունդներին գոնե բացատրենք, ներկայացնենք ու այդ առողջ սերնդափոխության հաջորդ սերունդների, այդ սերնդափոխության պայմաններում կարողանանք նես դաստիարակենք, որպիսի Նիկոլներ ոնց է, չէ, որ 100 տարին մեկ են լինում կամ 200 տարին մեկ, արդեն փոխվի 1000-2000 տարին մեկ, որտեվ անխուսափելի է սրա նմանները ինչ որ մի պահի ծնվում են ցավոք սրտի ու իրենք այն օրինակն են, թե ինչպիսին չպետքա լինի հայը, ինչպիսին չպետքա լինի քրիստոնյան անգամ ու կուզեի մեր հայրենակիցներին ասել, որ պետք չի հուսահատվել, անգամ եթե հիմա Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է, մեր երկրի վարչապետն է, ոչ թե մեր, ներողություն եմ խնդրում, իհարկե։ Հիմա կարող են մեղադրել ասել, տեսեք, որ ասում են իրենք սիրում են կոնտեքստից կտրեն, ասեցին մեր վարչապետը։ Պետք է շատ ուշադիր լինել։ Բայց այնուամենայնիվ դուք լիահույս եղեք, որ մենք հաղթանակներ կերտել ենք ու հաղթանակներ կերտելու ենք ու ինչ որ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուղղակի լինելու անցյալի մի ստվեր, ում հիշելու ենք ու փորձելու ենք այն դժողքի միջով ինչ որ անցել ենք այս 8 տարիների ընթացքում, դա մեզ համար նաև դաս լինի, որի համար մենք բավականին թանկ վճարեցինք, որպիսի մեր հետագա սերունդները այս արհավիրքի միջով նորից չանցնեն։ Ես կիսում եմ ձեր կարծիքը Վահե եւ համաձայն եմ, որ չեմ ուզում վատատեսական նոտայով ավարտենք այս հաղորդումը։ Ճիշտ է, ես իրատես եմ, բայց նաև լավատես եմ, մեզ ինչ է պետք, կամք, վճռականություն, պայքար, բայց առաջինը միասնություն, այսպես չհիմնավորված ամբիցիաները պետք է դնել մի կողմ, պայքարել հայրենիքի համար, հայրենիքի փրկության համար, մեր պետականության փլուզվող հիմքերը, այսպես ասած, վերականգնելու համար Նիկոլ Փաշինյանները եւ նրա նման մարդիկ կգան եւ կգնան, բայց հայը, Հայաստանի Հանրապետությունը կա եւ հուսանք կլինի եւ կկերտի իր, այսպես ասած, դարավոր պատմությունը, կշարունակի մեզ կշարունակենք հպարտանալ, մեր, այսպես ասած, Հայաստանով, մեր պետությունով եւ մի օր կարծում եմ մենք մեր, այսպես ասած, թեքված ողնաշար, այսպեսա ոտքի կկանգնենք եւ կկարողանանք վերականգնել այն, ինչը մեզ է պատկանում եւ պատմությամբ եւ դենթեով։ Շնորհակալություն, Դեմարդեմի հյուրը Լուսինե Այրապետյանն էր, կհանդիպենք։